Այո, մեզ իրավունք էր տրված ամսվա ընթացքում 2 անգամ այցելելու, տեսակցելու Սրբազանին ընտանիքի անդամներով։ Ընտանիքի անդամների մեջ ներառվում էին մայրս, քույրս, ես եւ առաջի դատական նիստի ժամանակ արտոնվեց նաեւ քրոջս զավակներին տեսակցելու։ Ինչու հենց իրեն թիրախավորեցին, թմրանյութի պատմություն, տարբեր այսպես անձնական կյանքին։ Դա Սրբազանին ուղղելու առումով դրամաբանական չէր, որովհետև այնքան բացահայտ էր, որ բոլորն էլ գիտեին եւ հասկանալի էր, որ Սրբազանի դիրքորոշումները հանուն հայ առաքելական եկեղեցու իրավունքների տրամաբանության ներքո էր։ Այդպիսի հարց մենք Սրբազանին չենք ուղղել, բայց մեր անձեն աչքով տեսանելի էր, որ Սրբազանին եւս մեկ անգամ հաստատել էր այն պատկերացումների, դիրքորոշումների մեջ, որ մինչ կալանքը Սրբազանը ուներ։ Շատ է նշվում, որ Արշակ Սրբազանը վեհափառ հայրապետի ամենասիրելիներից է, այսպես ասած, եւ շատ է նշվում, որ հենց թիրախավորվեց Արշակ Սրբազանը, որպեսզի վեհափառ հայրապետին, այսպես ասած, խոցեն։ Դուք այս ամենում միտում տեսնում եք։ Ես չեմ կարող այդպիսի գնահատական տալ, որովհետև վեհափառ հայրապետի համար սիրելի են բոլոր հոգևորականները եւ մեր ժողովրդի բոլոր զավակները։ Եվ ըստ տրամաբանությամբ խոցելի են բոլոր նրանք, ովքեր հայ առաքելական եկեղեցու զավակներ են եւ ովքեր առաջի հերթին նաեւ դիրքորոշում են արտահայտում հասարակական կերպով, հանրային կերպով ի նպաստ հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Տեր հայր, իսկ գործի հետ կապված ինչ եք կարծում, հա Սրբազանի դեմ հարուցված քրեական գործի նրա տևական կալանավորման հետ։ Ես կարող եմ ասել, չգիտեմ, ինչ իրավունքներ է տալիս։ Ես նախաքննությանը շատ ծանոթ չեմ, դա փակ ռեժիմով է տեղի ունեցել։ Իմ ունեցած տեղեկությունը հետևյալն է, որ նախաքննության մեջ ոչինչ չի փոխվել, ինչ որ առկա էր նախապես։ Եվ այսպես իրավաբանների գնահատմամբ սա իրավաբանության դրամաբանությանը որևէ առումով չի ենթարկվում այդ դրամաբանության մեջ եւ իրենց գնահատմամբ սա ուղղակի աբսուրդ չինցու, այսպես ասած, տարիներ հետո պատրվակ էր Սրբազանին կալանավորելու համար։ Սա այո։ Երևի լսել եք այն հոգևորականների կամ արդեն նախկին հոգևորականների հայտարարությունները, որ Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող ենթադրյալ վերագրվող տեսանյութը հենց վեհապար հայրապետն է տարածել, որովհետև իրենք միմյանց դեմ այսպես ասած կոմպրոմատներ ունենք։ Այս մասով ինչ կարող եք ասել։ Ես այդպիսի անդրամաբանական գնահատականների չեմ ուզում անդրադառնալ։ Իսկ ինչ վերաբերում է հոգևորականներին, մեր հոգևորականները, եթե գործող հոգևորականներ են, ես պատշաճ չեմ համարում գնահատականներ տալ այս առումով։ Ինչ է կարծում եկեղեցու դեմ այս արշավը ինչով կավարտվի եւ արդյոք մեր եկեղեցին անսասան կմնա։ Անշուշտ եկեղեցին անսասան է, որովհետեւ եկեղեցին երկինքն է երկրի վրա եւ պիտի ավարտվի նրանով, ինչով ավարտվել է ամբողջ բոլոր դարերի ընթացքում։ Եկեղեցին այսօր կանգուն է եւ այսպիսի հարվածներ չէ, որ հղվել են հայ առաքելական, ուղղվել են հայ առաքելական եկեղեցու։ Ներողություն, ձեզ հայտնի է, որ կուսակրոնության խախտման դեպքերի մասին տեղեկություններ ձեզ հայտնի է, թե ոչ։ Գիտեք ինչ կա, դա անդրամաբանական ոչ ճիշտ հարց է, այդպիսի դա նման է, որ որևէ մի անձի անձնական կյանքի մասին հարցում ուղղվի, թե ես տեղյակ եմ որևէ մեկի անձնական կյանքից, թե ոչ։ Բայց դա արգելված է եւ եթե դա խախտվում է, ապա քննության է, չէ՞ ենթարկվում։ Ինձ հայտնի չեն այդպիսի դեպքեր։ Տեր Հակոբ, մի հարց, տեսեք, Նախ տրամաբանական չեմ համարում, շիտակ չեմ համարում այդպիսի հարց որևէ մեկին ուղղելը, իսկ ինչ վերաբերում է ինձ հայտնի է նման դեպքեր, թե ոչ,
ինձ հայտնի չեն նման դեպքեր։ Տեր Հակոբ, տեսեք, փաստաբանները ասում են, որ այն հոգևորականներին, որ բանտարկեցին կամ որ մեղադրանքներ առաջադրեցին, ասում են, որ սա նրանց ճնշելու նպատակով է, կաթողիկոսին ճնշելու նպատակով է։ Հիմա, այսինքն այն հոգևորականները, որոնք չեն միացել Փաշինյանի ծրագրին ընդդեմ Մայրաթորի ու մնացել են Մայրաթորի կողքին։ Հիմա հոգևորականներին, օրինակ մեղադրանքներով, քրեական գործերով, բանտարկելով հնարավոր է ճնշել։ Սա կապի, սա շատերի տրամադրվածության վրա կարող է բացաբար ազդել։ Գիտեք, անհնար ոչինչ չկա եւ պատմությունը ցույց է տալիս, որ բռնաճնշումներով, որոշակի հիմնարկներով հնարավոր է մարդկանց ներգրավել որոշակի սխալ գործողությունների մեջ, բայց դա օրինակ որ վախենանը միանան Փաշինյանին այս գործերից, ուզում եմ ասել դա ազդող, աշխատող գործիք է։ Ես չգիտեմ, միգուցե վիճակագրությանը պետք է անդրադառնալ եւ եզրակացություններ հանել, թե դրանք ազդեցություն արդյունք էս առումով ունենում են, թե ոչ։ Տեր Հակոբ, իսկ ինչով եք պայմանավորում իշխանությունների այս պահի ընկրկումը, այլևս չեն գնում պատարագներին, չեն պարտադրում, որպեսզի զեղչվի Վեհափառ Հայրապետյանը։ Ես կարող եմ հարցին պատասխանել, որովհետեւ այդքան չեմ հետևում, միգուցե հարցում պետք է ուղղել հասցեատերերին։ Համեցեք, եւ նաեւ ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ այստեղ, ձեր գործունեություններ, աշխատանքներ, ձեր առաքելություններ ուղղակի դիտարկում ենք հաջակցություն առաքելական մեր սուրբ եկեղեցու եւ ամենայնի գլուխայնում ամենայն հայոց հայրապետի։ Եվ կներեք իհարկե բնավ չցանկանալով որևէ մեկի անձնական տիրույթ մտնել, բայց քանի որ այդ տեսանյութը տարածվել է լայնորեն համացանցում, դուք նայել եք այդ կադրերը, այդ շինությունը, ներսը, սրահը, սենյակը ձեզ ընդհանրապես ծանոթ տարածք համարվում է։ Ճիշտն ասած, այդ հարցը ավելորդ եմ համարում, լավ կլիներ, այդ հարցը արդեն փակված հարց է եւ բավարար չափով իրազեկում փոխանցվել է այդ հարցի առնչությամբ։ Ձեզ ծանոթ էր այդ սենյակը, թե ոչ։ Այդ հարցի իհարկե ծանոթ չէ։ Իհարկե ինչ սենյակի մասին է խոսքը։ Եղավ, շնորհակալություն։